Պարոն Սողոմոնյան, իշխանությունները օգոստոսի 8-ից հետո խոսում էին խաղաղության անշրջելիության մասին, բայց վերջին մի քանի օրերին Փաշինյանը դժգոհում է Ալիևի խոսույթից, Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ադրբեջանը անընդունելի պահանջներ ունի։ Ինչ որ բան է փոխվել խաղաղության անշրջելիության գործում, թե նոր քարոզչական արշավ է սկսվել հանուն նոր զիջումների։ Պատկերավոր ասած, իրավիճակը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, ավելի ճիշտ Փաշինյան-Ալիև հարաբերություններում հետևյալն է։ Ալիևը Փաշինյանի քթից բռնած տանում է այս կողմ, տանում է այն կողմ։ Իսկ Փաշինյանը ժողովրդի քթից բռնած է տանում այս կողմ, տանում այն կողմ, միշտ ժողովրդին վախեցնելով պատերազմի ուրվականով, ասելով, որ ինքը խաղաղության ավետաբերն է, մնացած բոլոր քաղաքական ուժերը պատերազմի հրձիքներն են։ Մեզ այսքան տարիները Փաշինյանի կառավարման եւ դրանցում եղած պատերազմների թիվը, ավերածությունների մակարդակը, կորուստների մակարդակը, ինտենսիվությունը եւ այս ամեն ինչը բավական է այդքան քանակական տվյալները հասկանալու համար, որ պատերազմաբեր ուժը քաղաքացիական պայմանագիրն է եւ պատերազմաբեր անձը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ այս բոլոր աղետները, որ տեղի են ունեցել հիմնականում մեծամասամբ իր հայտարարությունների, իր խոսքի վրա հիմնված իրողությունների հաշվին։ Շատերը պնդում էին, որ ռուսական հարաբերությունները լարված են, բայց Փաշինյան-Պուտին հանդիպումներից հակառակ տպավորություն է կարելի է ստանալ, կարծես թե խոսվում է համագործակցության ընդլայնման մասին, որևէ խնդիր չի հիշատակվում, ձեր գնահատմամբ ինչ է կատարվում այս ուղղությամբ իրականում։ Իմ գնահատմամբ ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերություններում, այնպես էլ Եվրոպայի հետ հարաբերություններում Հայաստանից պարզապես բոլորն էլ աշխատում են օգտվել։ Քամել, այն ինչ հնարավորություններ որ կա, քամել։ Եվ դա այսօրվա միջազգային քաղաքականության պատկերը այդպիսին է, հատկապես այսօր։ Միշտ է եղել այդպիսին, որ միջազգային քաղաքականությունը շահերի վրա հիմնված պայքար է եղել, իրենից ներկայացնում է այդպես վայրի գազաններով լի մի անտառ, որտեղ յուրաքանչյուրը փորձում է իր գոյատևման համար իր կտորը փախցնել։ Իսկ Փաշինյանը այն դերակատարն է, որը անընդհատ զիջում է եւ բնականաբար այս պարագայում Պուտինն էլ խնդիր ունի ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետության հետ պահպանում է ստրատեգիական բնույթի հարաբերությունները, բարձր մակարդակի հարաբերությունները, ներկայանալի գործընկեր դիտարկվելու համար նա պետք է դա անի։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ իրականում խորքային խնդիրներ գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում, ինչը պայմանավորված է Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանում մեծացնելուն ուղղված Փաշինյանի գործունեությամբ։ Այն հանգամանքը, որ Փաշինյանը փաստացի ասում է հետևյալը, որ թուրանական ծրագիրը հակադրության մեջ չի մտնում հայ ժողովրդի ազգային պետական շահերի հետ, դա ոչ միայն հայ ժողովրդի շահերի հակասող, հայ ժողովրդի համար կործանարար հայեցակարգ է, այլ նաև Ռուսաստանի համար, Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում այդ քաղաքականության արդյունքում նվազում է։ Բայց քանի որ դեռ արկա է ուկրաինական ճգնաժամը, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի եւ այլ պետությունների հետ հարաբերություններում, ինչը դեռևս Թուրքիայի արժեքը բարձր է պահում այս տարածաշրջանում, պես խաղում են պարզապես այդ յուրաքանչյուր խաղային դրվագից Հայաստանը կրում է եւ իմիջի կորուստ եւ նաեւ ինչու ոչ նյութական կորուստներ է կրում եւ մեր ժողովրդի մեջ անհամաձայնությունը, պառակտվածությունն է գնալով ավելի պատանում, այսինքն մենք որևէ բան չենք կարողանում շահել այս գործընթացում։ Շատ վերլուծաբաններ տարածաշրջանում սպասում են նոր լայնածավալ պատերազմ։ Այս ֆոնին իշխանությունները հայտարարում են, որ $250 միլիոն նվազեցնելու են պաշտպանական բյուջեն, չեն գիտակցում, որ անվտանգության համար ավելի շատ բան պետք է անել, թե չեն ցանկանում։ Իրենք պարզապես ունեն ըստ էության պայմանավորվածություններ թուրք-ադրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, Թուրքիան, Ադրբեջանը օգնեն իրենց Փաշինյանին պահպանելու իր իշխանությունը, վերարտադրվելու, դա նրանց անհրաժեշտ է, օդի ջրի պես անհրաժեշտ է թուրանական ծրագիրը առաջ տանելու համար, Ադրբեջանի համար նոր զիջումներ պարտադրելու համար, պարզապես տարբերությամբ, որ թուրքերը մի քիչ ավելի հեռահար են նայում այս ամեն ինչին, իսկ ադրբեջանցիները փորձում են ինչքան հնարավոր է պոկեն, որովհետև համոզված չեն ընտրությունների, ելքի վրա եւ ցանկանում են անընդհատ պոկել։ Այս պարագայում, երբ որ մենք տեսնում ենք Ադրբեջանում պետական բյուջեի մեջ փոփոխություններ
հոգուտ ռազմական բյուջեն ավելանում է եւ ընդհանրապես աշխարհում տենդենսը այդպիսին է, որ պետությունները շարունակում են զինվել, ռազմական արդյունաբերությունն է զարգանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտպանության դեպարտամենտը, պաշտպանության նախարարությունը վերափոխվում է պատերազմի նախարարության, ինչը միայն անվան փոփոխություն չէ, այլ տրամաբանության փոփոխություն է, ռազմական քաղաքականության տրամաբանության փոփոխություն է։ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի վարչախումբը զուտ ելնելով պոպուլիստական նկատառումներից, զուտ ելնելով ժողովրդի համակրանքը շահելու հանգամանքից, որ այ խաղաղություն է բերում, ռազմական ժամկետային զինծառայությունն են կրճատում, պատերազմ չի լինի, սուտ խոսքեր են սրանք որևէ փաստական հիմքի վրա չկառուցված պնդումներ են եւ բազմիցս մենք ասել ենք եւ ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ կրկնել, խաղաղությունը խոսքով, թղթով կառուցվող սոցիալական փաստ չէ։ Խաղաղությունը հատկապես մեր տարածաշրջանների նման տարածաշրջանում, որտեղ որ գիշատչային են հարաբերությունները, գայլային օրենքներ են գործում, միայն խաղաղությունը հնարավոր է ապահովել զինված լինելով, այն հին հռոմեական, հին հունական ասույթին ապավինելով, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի, բայց եկեք այստեղ մի կարևոր բան անենք, էլի վերապահում անենք, չպետք է ստեղծվի տպավորություն, որ բոլոր նրանք, ովքեր որ դեմ են խոսում Փաշինյանին, պատերազմասերներ են եւ պատերազմաբերներ են։ Ընդհակառակը մենք օրինակ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը մենք անընդհատ առաջ ենք տանում համապարփակ անվտանգության հայեցակարգը, որ մեր խաղաղությունը պետք է ապահովել համապարփակ անվտանգության հայեցակարգի դրույթները կենսագործելով, ունենալով ակտիվ պահեստազոր ունենալով, զարգացնելով ռազմական արդյունաբերություն, մեծ թվով մարդկանց ներառելով ծառայության մեջ ոչ թե որ բոլորը գնան ժամկետային ծառայեն, այլ հատուկ հարմարավետ պայմաններ եւ սոցիալական երաշխիքներ մարդկանց, ովքեր որ կիրականացնեն որոշակի պարբերականությամբ 2 տարին 1, 3 տարին 1 ինչ որ պարբերականությամբ կիրացնեն այն մոդելները, որոնք որ որոշակի իհարկե հայկական առանձնահատկությունները հաշվի առնելով, որոնք որ ներդրված են տարբեր երկրներում եւ օրինակ Շվեյցարիայում են ներդրված եւ շատ հաջող ձևով գործում են եւ պատմությունն է ցույց է տվել, թե օրինակ ինչու Հիտլերյան Գերմանիան, որ ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան ոտքի տակ էր տվել, Շվեյցարիայի վրա չհարձակվեց, ոչ թե նրա համար, որ չէր կարող հաղթել Շվեյցարիային, այլ պարզապես նրա համար շատ թանկ, շատ չափից ավելի թանկ կնստեր Շվեյցարիային հաղթելը։ Երբ որ Փաշինյանը ասում է մենք ինչքան ուժեղանանք, ուժեղ ումից, այդ հարցը հենց սխալ է եւ մեր ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ այդ հարցը այդպես չի կարելի ընկալել ուժեղ ումից, ոչ թե ուժեղ ումից, այլ ուժեղ որքան, ուժեղ այնքան, որպեսզի քո ամենահզոր հակառակորդը անգամ իր համար շատ թանկ լինի քեզ վնաս տալը, քաղաքականապես անընդունելի լինի իր համար քեզ վնաս տալը, այլ կերպ ասած գայլերով լի անտառում լինել ոզնի, քանի որ չենք կարող մենք լինել առյուծ Թուրքիայի համեմատ օրինակ, մենք պետք է լինենք ոզնի, որպեսզի մեզ չփորձեն կուլ տալ։ Ձեր գնահատմամբ ինչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում, իշխանությունները ամեն պահի կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի անակնկալի բերեն ընդդիմությանը, կարծում եք ընդդիմությունը որքանով է պատրաստ այդ անակնկալին։ Ցավոք սրտի դեռևս պատրաստ չէ, բայց ներկայում մենք տեսնում ենք աշխատանքներ, հատկապես արտախորհրդարական ընդդիմադիր տարբեր հատվածներում, որոնք իրավացիորեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդի շրջանում արկա է պահանջարկ նոր ուժի, ուժ, որը որ դեմ կլինի այս գծին, այս արտաքին քաղաքականությանը, այս անվտանգային քաղաքականությանը, այս սոցիալ-տնտեսական քաղաքականությանը, ուժ, որը որ դեմ կլինի կառավարման այս մեթոդներին ու ձևերին, եւ կառաջարկի ժողովրդին արդարությունը, սոցիալական իրավական հավասարությունը, սոցիալական հավասարությունը ապահովող, ավելի արդար, ազգային շահերը հաշվի առնող արտաքին քաղաքականություն եւ միևնույն ժամանակ այնտեղ չեն լինի մարդիկ, ովքեր որ
երբևէ կոռուպցիոն սխեմաների մեջ են եղել, այսպիսով մի քանի այսպես կարևոր չափանիշներ կան, որոնցով ժողովուրդը նաև իրենից ուժ ներկայացնող, կարող ուժ ներկայացնող քաղաքական ուժերի պահանջ ունի եւ ես նկատում եմ գործընթացներ եւ մենք ասել ենք ու ողջունում ենք, որ այն ուժերը, որոնք որ իրենց դիմագծով ազգային են, որոնք որ նախկինում չեն թաթախվել կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ, որոնց մոտեցումները ռեալիստական են, իրատեսական են եւ ունեն որոշակի դրական փորձառություն քաղաքական դաշտում, այդ իշխանություն, այդ ուժերի արտախորհրդարանական այդ ուժերի միավորման գործընթացը օրախնդիր անհրաժեշտություն է, որովհետեւ շատ ճիշտ նշեցիք, ցանկացած պահի կարող է անակնկալներ լինեն, կարող է արտախորհրդարանական ընտրություններ լինի։ Ես մի քիչ հավանական եմ գնահատում արտախորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա իրականացման իրավական մեխանիզմի հետ կապված իշխանությունները, գործող իշխանությունները խնդրեմ ունեն։ Հրաժարական տան, չառաջադրվի թեկնածություն, ում հետ պետք է այդ հարցով պայմանավորվեն, ես չեմ կարծում, որ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը կկարողանան պայմանավորվել այդ հարցում, որ ոչ ոք չառաջադրվի եւ գնան արտահերթ ընտրությունների։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում սպասում են ընտրություններ, կարծում եք այս ընտրությունները համապետական ընտրություններից առաջ կարող են տալ ապագա զարգացումների մոտավոր պատկեր, թե թիմ ընտրությունները չեն կարող կանխորոշել համապետական ընտրությունների պատկերը։ Ցավոք սրտի տեղական ինքնակառավարման ընտրությունները, ինչքան որ եղել են, մեծամասամբ արդյունքները ի վերջո ոչ ժողովրդի օգտին են դասավորվել։ Անկամ այն տեղերում, այն համայնքներում, որտեղ ժողովրդի մեծամասնության թեկնածուն ընտրվել է որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, հա, եւ այդ ուժերը նաեւ այնուհետեւ արվել են քայլեր, մարդկանց են բանտեր մտցրել, ավականու անդամներ են գողացել, տարբեր սխեմաներով ժողովրդի կամքը այնպես են արել, որ տեղ չհասնի, բայց դա չի նշանակում, որ պետք է հուսալքվել։ Սա Էջմիածնի վաղաշաբաթի ընտրությունները կարևոր քաղաքակրթային պատերազմի կարևոր դիրքերից մեկն է եւ անկախ նրանից թե ինչ ուժեր են մասնակցում, այդ ուժերի նկատմամբ մեր այն քաղաքացիները, ովքեր որ դեմ են փաշինյանական քաղաքականության, մեր այդ քաղաքացիները, ովքեր որ դեմ են անկախ նրանից մյուս ուժերի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն, պետք է ելնեն մի կարևոր սկզբունքից, որ այսօր պետության լինելիությունն է դրված վտանգի տակ եւ յուրաքանչյուր քաղաքական իրադարձության մեջ իշխանություններին շանսերից զրկելը կարևոր նշանակություն ունի։ Այս մտայնությունից ելնելով պետք է գնալ ընտրության եւ անգամ վատի ու վատթարագույնի միջև ընտրություն կատարելիս հաշվի առնել պետականության հնարավոր կորուստի վտանգները։